Մեր երջանկությանը խանգարող հիմնական չարիքներից մեկը կարծրատիպերն են։ Ոչ թե այն կարծրատիպերը, որոնց մասին հիմա դեռ մոդայիկ է շատախոսելը, դրանք հակառակը ճիշտ ավանդույթներն են, այլ այն կարծրատիպերը, որոնք որ ձևավորում ենք ինքներս մենք, երբ որ սահմանափակում ենք մեր միտքը, երբ որ փոքրացնում ու նսեմացնում ենք մեր սիրտը, երբ որ դադարում ենք ընդհանրապես մտածել։ Եվ այդ չար կարծրատիպերից մեկը հենց կրթության եւ զարգացման հանդեպ սխալ մոտեցումն է, երբ որ մարդկանց ճնշող մեծամասնությանը չգիտես ինչու թվում է, որ սովորելը սահմանափակվում է մանկության եւ երիտասարդության մեջ ստացված կրթությամբ, իսկ դրանից հետո իբր թե սկսվում է սովորական կյանքը։ Սա առանցքային սխալ է, որը դառնում է ճակատագրական, դրանով փակելով զարգացման հնարավորությունը եւ օգնությանը մեզ մշտապես գալիս են տարբեր արտահայտություններ հին ժամանակներից, օգնելով մեզ վերանայել սեփական ուղին, որպեսզի լույսը երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Եթե առաջընթաց չկա, հետընթաց է։ Non progredi est regredi։ Եթե առաջընթաց չկա, հետընթաց է։ Լատինական ասույթ։ Հայտնի է հին ռոմեական դարաշրջանից, երբեմն վերագրվում է Ցիցերոնին, բայց իրականում դարերի ընթացքում այնքան հաճախ է կրկնվել, որ դժվար է առանձնացնել հեղինակին։ Մասնավորապես մեջբերել են Թովմա Ակվինացին, Յոհան Գյոթեն եւ այլոք։ Սա հիանալի արտահայտություն է, եւ մեզ համար այն իրոք շանս է, հնարավորություն այն ամբողջ կյանքը վերանայելու եւ ինչ-որ ձևով սթափվելու։ Եվ ինչ է այս արտահայտությունը նշանակում, ինչպես միշտ մենք ասում ենք, թե անհատի մակարդակում, թե պետության, շատ ազդեցիկ է։ Ինչու, որովհետև այս արտահայտությունը կոչ է անում մեզ կարողանալ մի պահ կանգ առնել եւ վերլուծել այդ ամբողջը։ Կանգ չառնելով իհարկե, միևնույնը շարունակելով զարգանալ, բայց վերլուծել, խորքային վերանայել սեփական կյանքը եւ հասկանալ, արդյոք զարգանում ես իրականում։ Արդյոք դու ամեն քայլափոխին նոր բաներ ես ընկալում։ Ու այդ վերլուծությունը պիտի լինի անդադար, ամեն օր, գոնե ամեն օր մեկ անգամ, երբ որ դու նայում ես, մտածում ես, ընկալել ես այսօրվա մեջ նոր բաներ, իմացել ես արդյոք նորը եւ ավելին, կարողացել ես արդյոք խորհել ավելինի մասին, կարողացել ես արդյոք բացել քո հույզերը եւ զգալ նորը ու նորից ավելին, կարողացել ես արդյոք ընկալել ոչ թե այն պարզ հորիզոնական լուրերը, նորությունները, որոնք որ այս կամ այն ձևով վերաբերում են ինչ որտեղ երբ հարցին, որոնց մասին ես բարեբերաբար հիշատակում եմ, այլ ավելի շուտողված են ինչպես, ինչու, ինչի համար հարցերին։ Արդյոք այդ օրվա մեջ դու կարողացել ես պակասեցնել բացասական որակները եւ ձեռք բերել կամ ուժեղացնել դրականները, արդյոք այդ օրվա մեջ կարողացել ես շատացնել աշխարհում բարին գոնե մի քիչ ու հաղթահարել նաև չարիքը եւ այդպես շարունակ։ Եթե այդ ամբողջը կա, միայն դա է իրական զարգացումը եւ միայն դա է առաջընթացը։ Իսկ եթե չկա, ապա հենց այս արտահայտության համապատասխան այլևս հետընթաց է։ Եվ այս արտահայտությունը անհրաժեշտ է մեզ բոլորիս համար, որպեսզի մենք կարողանանք ճեղքենք այս ամբողջ մեր այս կամ այն ձևով կանգնած կյանքը եւ կարողանան գնալ առաջ։ Բայց նույնը աշխատում է նաեւ ազգերի մակարդակում, պետությունների մակարդակում, նույն կերպ։ Եվ երբ որ մենք այսօր նայում ենք մեր հայրենիքին, մենք պետք է կարողանանք առաջին հերթին վերլուծություն անել, պարզ եւ ընկալել, որ մենք իրականում հետընթացի մեջ ենք։ Ընդ որում ճակատագրական հետընթացի, ինչու, որովհետև բացի դրանից, որ մենք մեծագույն կորուստներ ենք ունեցել տարածքների առումով, բացի դրանից, որ մենք լքել ենք ինչ-որ ձևով, չասեմ միայն բաժանվել ենք մեր սակրալ, սուրբ տարածքներից եւ մեր սրբություններից, ոչ միայն մենք սարսափելի տնտեսական ցուցանիշներ ունենք, ոչ միայն էկոլոգիական ծանր վիճակում ենք, որովհետև շինարարություններ է ընթանում եւ կառուցում են շենքեր փաստացի ինվազիվ այդպես կոչված միգրանտների համար, ոչ միայն անթիվ նորանոր հիվանդություններ եւ ընդհանրապես հիվանդությունների տխուր աճ ունենք, ոչ միայն ընդհանրապես անհասկանալի դժբախտ պատահարների շարան ունենք,
այդ ամբողջի հետ մեկտեղ մենք չունենք նոր հասողություններ, մենք չունենք նոր ընկալումներ, մենք չունենք նոր ճանապարհներ, տեսակետներ, տեսլականներ, սա է սարսափելին, եւ ըստ այդմ մենք ընդհանրապես չունենք առաջընթաց, ինչը ըստ այս արտահայտության նշանակում է հետընթաց, իսկ շարունակվող հետընթացը փաստացի կարող է լինել կործանարար ազգի համար։ Եվ դրա համար եկեք այս արտահայտությամբ առաջնորդվենք, եկեք մոբիլիզացնենք մեր բոլոր ուժերը, եւ թե անհատի, թե պետության մակարդակում կարողանանք թույլ տանք մեզ ամեն քայլափոխին բացել միտքը, բացել սիրտը, ընկալել նորը, դնել մեծ նպատակներ, մեծ ձգտումներ ունենանք եւ մոտիվացիայով եւ վճռականությամբ, ընդհուպ մինչեւ հանդգնություն, եւ դրանով հանդերձ կարողանանք իրականում զարգանալ եւ իրական առաջընթաց ապրել, որպեսզի լույսը երբեք չմարի։